Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ռոբոտների հաքաթոնին հաղթանակ տարած այս ռոբոտին ստեղծել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի Արմատ լաբորատորիայի սաները։ Սա իմ առաջին մրցումն է։ Ես կարծում եմ երկրորդ կամ երրորդ տեղ կլինի, բայց առաջին տեղ որ գրավեցի շատ անակնկալի եկա։ Բայց այստեղ առաջին տեղի համար միայն իմ վայելակերպը պետք չի, այստեղ թիմն է արդեն խոսում։ Իրենց խմբի ղեկավարը պատմում է, լավ հարթակ էր նմանօրինակ նախաձեռնություններով հետաքրքրվածներին մեկտեղելու համար։ Ու շատ հիանալի հնարավորություն է երիտասարդների համար փորձ կուտակելու եւ ինժեներության մեջ ավելին խորանալու համար։ 3 օր շարունակ 36 թիմ այստեղ հավաքել ու պատրաստել էր իր ռոբոտին։ Մասնակիցներ կային բոլոր մարզերից։ Արագածոտնի Վարդենուտ գյուղից եկած երիտասարդն օրինակ թեև չէր հաղթել, բայց ասում է մեծ փորձ է ձեռք բերել։ Մենք կարողացանք շատ արագ կառավարել եւ սարքել այդ ռոբոտը եւ հաղթեցինք մի քանի թվի։ Պատրաստված ռոբոտներն էլ հերթով մրցել են։ Երկրորդ տեղում Երևանի Արմատ լաբորատորիայի մասնակիցներն էին, երրորդը Իջևանի իրական դպրոցի։ Որևէ սահմանափակում չի եղել տարիքային առումով թիմերի ընտրության, մենք ունեցել ենք հայտարարություն թիմերի ընտրության առումով եւ հայաստանյան բոլոր թիմերը ռոբոտաշինությամբ զբաղվող հնարավորություն են ունեցել դիմելու 70-ից ավելի 77 հայտ ենք ստացել նախնական փուլում, արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից ընտրվել է 36 թիմ։ Առաջին մրցանակը 1.5 միլիոն դրամ է, երկրորդը 1, երրորդն էլ կես միլիոն։ Այդ գումարները լրիվ ուղղվելու են Արմատի բարենորոգմանը, վերանորոգմանը, վերազինմանը եւ այլ հարակից խնդիրների։ Նախարարությունն այս միջոցառման փորձում է նոր հնարավորություններ ընձեռել ոլորտով հետաքրքրված մարդկանց։ Չէ որ այստեղ բացի իրենց ռոբոտի վրա աշխատելուց, նաև իրենք նոր իմացություններ են ձեռք բերում, մենթորների հետ են աշխատում, ժյուրիի անդամների հետ են շփվում, բացահայտելով նորանոր կարողություններ եւ այս առումով մեզ համար շատ կարեւոր է այս հմտությունների զարգացումը։ Շարունակում է ռոբոտաշինության ոլորտի զարգացումն առհասարակ իրենց առաջնահերթություններից է։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։